Կարեն Սիմոնյանին ես ճանաչում եմ 2015 թվականից։ Նշեմ, որ ինքը ընդդիմադիր դիրքորոշումներ է ունեցել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ, այլ նաև Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Եվ 2016 թվականին այդ թիմը մասնակցել է Գյումրիի ընտրություններին, համախմբում կուսակցության, այսպես ասած, քողի տակ, եւ որպես ընդդիմադիր այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Եվ Կարեն Սիմոնյանը իսկապես դուք ճիշտ եք ասում գործարար է, բայց ինքը իր կարիերան սկսել է ոչ թե վերևից, այլ սերվիկրա տալուց, այլ ինքը իր սկզբնական կարիերայի սկզբնական փուլից ինքը հասարակ քաղաքացի եղել, բանվոր է եղել, իր քննաջան աշխատանքով է հասել այդ հաջողության, ծառայել է Հայաստանի բանակում, այսպես ասած սպեցնազում է ծառայել եւ նույնիսկ այնպիսի դրական, այսպես ասած գնահատականներ արժանացել, որ իրեն առաջարկել են, որ ինքը շարունակի իր ծառայությունը, բայց որոշել է իսկապես խաղաղ կյանքի իր կարիերան շարունակել եւ մի շարք ուղղություններով բիզնեսով է զբաղվել եւ հաջող է գործել այդ ոլորտների մեջ։ Հետո արդեն դրանից հետո արդեն որոշել է մտնել այսպես ասած հանրային կյանք եւ հիմնել այդ մենք հիմնադրամը, երիտասարդական մենք հիմնադրամը, ինքը իսկապես մարդամոտ շատ անձնավորություն է, ինքը հաճույք է ստանում, որ հատկապես երիտասարդների հետ է շփվում, երիտասարդ է զգում, հայ, sense ձևակերպենք եւ այդ իմաստով ինքը բավականին հաջողակ անձնավորություն է, բայց մենք միշտ որ իր հետ որ զրուցում էինք, միշտ այդպեսի մի հատ կարմիր թելերով անցնում էր այն գաղափարը, որ ճիշտ է ինքը հասել է հաջողության, բայց իր հարազատ քաղաքը աղքատության մեջ է թաղված։